Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հոկտեմբերի 6-ն է, երկուշաբթի։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ազգային ժողովի արխիվ։ Այս մասին հայտնում է ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ազգային ժողովի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ եւ ծանոթանալ զեկույցին, նշել է ազգային ժողովի մամուլի խոսնակը։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց հրաժարական է տվել։ Հրաժարականի պատճառը նոր կառավարության կազմի դեմ դժգոհության մեծ ալիքն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։ Այսպիսով Սեբաստիան Լեկորնյուն, ով ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը, թեև հոկտեմբերի 5-ի երեկոյան նա հայտարարել էր նոր կառավարության կազմը։ Միջազգային լրահոսի մյուս կարևոր նորություններին հետևեք տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը լրջորեն կվնասի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները, բայց չի փոխի մարտադաշտում իրավիճակը, որտեղ ռուսական բանակը դանդաղ, բայց հաստատուն առաջ խաղացում է գրանցում, հայտնում է CNN-ը։ Այս մասին Պուտինը հայտարարել է Սոչիում կայացած միջազգային արտաքին քաղաքականության փորձագետների ֆորումում։ Հարցին, թե Թրամփը Ռուսաստանը որակում է թղթեվագր, ավելի քան 3.5 տարի տևած պատերազմից հետո իր փոքր հարևանին հաղթելու անհաջողության պատճառով Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը բախվել է Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին։ Մենք պայքարում ենք ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի դեմ եւ շարունակում ենք առաջ շարժվել։ Շարունակում ենք առաջ շարժվել, վստահ ենք զգում, եւ եթե մենք թղթեվագր ենք, ապա ինչ է ՆԱՏՕ-ն ինքնին։ Թղթեվագր։ Գնացեք եւ զբաղվեք այս թղթեվագրի հետ։ Սպիտակ տունը չի արձագանքել Պուտինի խոսքերի վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։ Կիրակի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի Լվովի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարված է հասցրել, որը լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր Լվովի մարզի վրա իրականացված ամենամեծ հարվածն է եղել, հայտնում է BBC-ն։ Այն տևել է ավելի քան 5 ժամ։ Զոհվել է 4 հոգանոց ընտանիք, այդ թվում 15-ամյա աղջիկ, իսկ 6-ը վիրավորվել են։ Լվովում հրդեհներ են բռնկվել եւ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է միջազգային հանրությանը Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից իրականացրած հարձակումներին չարձագանքելու համար։ Աշխարհը արժանապատիվ ուժեղ արձագանք չունի տեղի ունեցող ամեն ինչի հարձակումների մասշտաբի եւ իրավիճակի անընդհատ սրման նկատմամբ։ Հենց դրա համար է Պուտինը դա անում։ Նա պարզապես ծիծաղում է արևմուտքի վրա, նրա լռության եւ կոշտ արձագանքի բացակայության վրա։ Համասի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններն այսօր Եգիպտոսում բանակցություններ են վարելու հույս ունենալով ավարտին հասցնել համաձայնագիրը հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց Գազայի հրադադարի ծրագրի վրա։ Թրամփը CNN-ին ասել է, որ Համասը կարող է լիակատար ոչնչացման ենթարկվել, եթե հրաժարվի զիջել իշխանությունը Գազայում, եւ նա նաեւ ճնշում է գործադրում Իսրայելի վրա առաջարկը առաջ մղելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը կանխատեսում է, որ բանակցությունները կտևեն մի քանի օր։ Թրամփը կոչ է արել Իսրայելին ժամանակավորապես դադարեցնել Գազայի ռմբակոծությունները, սակայն անկլավի հիվանդանոցների տվյալներով շաբաթավերջին Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Եվրոնյուսին տված բացառիկ հարցազրույցում Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Համասը կրում է պատանդների անհապաղ ազատ արձակման եւ ԱՄՆ նախագահի խաղաղության համաձայնագրի լիակատար ընդունման պատասխանատվության բեռը։ Բենյամին Նեթանյահուն նաեւ քննադատել է Եվրոպային իր խոսքերով իսլամիստներին զիջելու համար։ Մի կերակրեք Կոկորտիլոսին, թե չէ նա կգա ձեր հետևից հարցազրույցում եվրոպացի առաջնորդներին զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Երեք եվրոպական մի շարք քաղաքներում 100,000-ավոր մարդիկ երթի են դուրս եկել ի պաշտպանություն պաղեստինցիների եւ մարդասիրական նավատորմի Գազա հասնելու փորձի։ Բողոքի ցույցերը անցկացվել են Համասի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման երկրորդ տարելիցի առթիվ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 67,000 պաղեստինցի։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ցույցը Թբիլիսիի կենտրոնում վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական պալատ, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի 5 անդամներ ձերբակալվել են։ Կառավարությունը տապալելու փորձը ձախողվել է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ընդդիմության կողմից բոյկոտի ֆոնին իշխող վրացական երազանք կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրողների ավելի քան 80%-ը քվեարկել է նրա թեկնածուների օգտին։ Եվրամիությունը կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարությունում նշվում է, որ Եվրամիությունը վճռականորեն մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի մասին ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ դատապարտում է Եվրամիության դեսպանի վրա անձնական հարձակումները։ Անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ օրենքների ընդունումը, ընդդիմադիրների եւ ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաեւ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ կրճատել է մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Սիրիայում կիրակի օրը անցկացվեցին Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները վերահսկել է Սիրիայի ժողովրդական ժողովի գերագույն կոմիտեն, որի 11 անդամներն ընտրվել են նախագահի կողմից հունիսին։ 3 նահանգներում ընտրությունների հետաձգման պատճառով 60 ընտրատարածքներից միայն 50-ի ընտրական կոլեգիաները կընտրեն ժողովրդական ժողովի 120 անդամի։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 1500 թեկնածու։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հոկտեմբերի 4-ին Գյումրին նշեց քաղաքի օրը։ Հրապարակները, թանգարանները, մշակութային ու արհեստավորած քաղաքի մասին պատմող միջոցառումներ էին լցված։ Տոնի մեկնարկը եղավ կենտրոնական հրապարակից մանուկների հղած խաղաղության ուղերձով։ Արհեստի ու արվեստի վարպետները ներկայացան իրենց ստեղծագործ աշխատանքներով։ Միջոցառումների եզրափակումը եղավ երեկոյան մեծ համերգը։ Քաղաքի տոնը կայացավ Տաշիր բարեգործական հիմնադրամի բարերարությամբ։ Օրվա մասին պատմող կարևոր էպիզոդները Գյումրիի եւ Գյումրեցու մասին պատմություններն են առանձնացրել տեսանյութում։ Գյումրին փոքր քաղաք է, բայց ինչպես ասում են, աշխարհի կենտրոնն է։ Ասում են Գյումրի մտելիս համբուրիշ հողը, դա սովորական հող չէ։ Այստեղ ավանդույթներով, աղոհացով, համոհդով ժողովուրդ են, թասիվով ժողովուրդ են, չեղած տեղից ստեղծող են։ Գյումրին սովորությունող քաղաք է։ Գյումրին մարտահոտ քաղաք է։ Մարդկային ավանդույթներով լի, ջերմությամբ լի քաղաք է։ Կյանք է, Գյումրին ապրելակերպ է ինձ համար։ Ես ուսանող ժամանակ Երևանում 5 տարի շունչս կտրած է, հենց գալիս եմ ես Գյումրի շունչս սպասում եմ։ Ես Գյումրին կհիշեմ այն հին ժամանակները, երբ է շենքի տեղը մի հարգանի սև շենքեր էին եւ արհեստանոցների փոքր փուտկեք էին։ Հիշում եմ վարսավիրներին։ Յուրաքանչյուր տուն իր բնավորությունն ունի, տան տիրոջ բնավորությունն է, դրսից նույնիսկ հասկանում ես, որ սա արհեստավոր տուն է, սա հարուստի տուն է։ Երբ որ ես դպրոց էի գնում գալիս կամ ինստիտուտ,
պատկերացրեք նորավանից մինչև մանկավարժական ինստիտուտ գնալուց իմ աչքը ոտքով էի գնում։ Միշտ եղել է շենքերի այդ քուղերի կարնիզներ, որ ասում են, չէ, դրանց վրա պատուհանների այդ քանդակագործությունը իմ մոտ ամենատպավորիչ հետքն է թողել։ Մեր Արունի մեջ կա յուրաքանչյուր մարդ, տես որ տունը կսարքե ինք իրա ծերով կսարքե, ուրիշի չի պերեսարկել, դա ամեն գործը դրմար է լենագանցում կսեն արեստի եւ արեստների կաղաք է, լեննագանը։ Գյումրեցին հոգի է տնում ես արեստի մեջ, բոլոր այս նախշերը, որ տեսնում եք, ամեն մեկը իր նշանակությունն ունի, նախշ կա խաղող է, նախշ կա տերևներ է, հին Գյումրվա ամենահայտնի պիլազուկի նախշը Մաղադանոս նախշն է եղել, արեստ է եղել մարդուն ոսկե պիլազուկ, ու տեղից եկել է այս պիլազուկները, պիլազուկները ավանդական Գյումրվա պիլազուկներն են, որոնք առաջ արեստավորների կանայք ոսկուց են կրել ու երկու թևերին։ Տադս մի շապատ պատրաստում էր թատրոն գնալու, մի հատ մագարացը դուք ուներ, սնդուկը բացում էր, իրա երեկվան գեստ է նախապատրաստում մի շապատ մառաջ, ձեռնոցներ ուներ թափանցիկ, բան, ծուլերով, շլապա, կլխակ, բան, դնում էր 70 տարեկան էր, բայց մի շապատ պատրաստում էր, որ գնալու է Ռաֆու Սամվելը կամ պատվի համարը նայելու, ու ներկայանում էին թատրոն, մտնելու զգեստ ցուցադրելու տեղեր, կոշիկները, նոր կոշիկներ ցուցադրելու տեղեր, նոր շապխի ցուցադրելու տեղեր։ Գյումրեցիները հակել են տարազ, իրանց ավանդական հագուստը եղել է տարազները ու բնորոշ է եղել մեր տարածաշրջանին Կարինից եկած տարածաշրջանը, Կարինից եկած հագուստը, իրականում հագուստները եղել են թավշյա կտորներից, որը ցույց է տվել, թե ինչքան հարուստ են եղել մեր գյումրեցիները ու կարողացել են իրենց թույլ տալ նման հագուստ կրելը։ Կոկնոցը եղել է ասեղնագործ, ոսկե ասեղնագործ ու հարսները իրենք են ասեղնագործը այդ կոկնոցը։ Քամի դարել է լենագանի բրենդը, իրանք կսեն, չիդեմ, ես չեմ կողենձի, շեղևուստը կսեն առանց ֆայտոնի Գյումրին սիրում չէ։ Մենք հյուր սիրող մարդ ենք, միշտ ունեցել ենք մեր անգյունում են ամենահամովն ու լավը, որ պիտի կարողանանք ըստ մեր ցանկության հյուրասիրենք մեր հյուրին, հյուրը պիտի գնա մեզնից և ջերմություն ստացած և համաբերանին։ Սիրելի գյումրեցիներ, հարազատներ, շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով և շնորհակալ եմ զորակցության և սատարումի համար։ Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից։ Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ։ Օրհնությամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։
Գյումրիում տրվել է նաև Նռանթևնոց Նևայից մինչև Գյումրի փառատոնի մեկնարկը։ Այն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններ ստեղծելու հարթակ կարող է դառնալ մշակութային համագործակցության շրջանակներում։ Գյումրիի քաղաքապետարանում տեղի է ունեցել համագործակցություն ապագայի համար խորագրով քննարկում, որի ընթացքում մշակույթի և կրթության ոլորտի մասնագետները ներկայացրել են գիտական զեկույցներով, անդրադարձել Գյումրիի և Սանկտ Պետերբուրգի մշակութային ժառանգության յուրահատկություններին, խոսել են նաև այն ոլորտներից, որտեղ փորձի փոխանակման արդյունքում հնարավոր է նոր մշակութային նախագծերով և համատեղ նախաձեռնություններով հանդես գալ։ Ուրախ եմ մասնակցելու կարևոր այս իրադարձությանը, որը ևս մեկ միջոց է ամրապնդելու հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես մշակույթի ոլորտում։ Մեզ համար Շիրակ աշխարհը, հատկապես հրաշալի ճարտարապետությամբ, մնայուն արժեքներով ու ավանդույթներով հայտնի Գյումրին կարևոր մշակութային կենտրոն է, հետաքրքիր նախաձեռնությունների և գաղափարների իրագործման համար։ Այսօրվա հանդիպումն էլ փաստում է, որ փոխադարձ շփումը, երկուստեք ծանոթացումը կբերի հաջողված ծրագրերի իրագործմանը։ Между Арменией и Россией имеет большую богатую историю. Միջմշակութային հաղորդակցությունը երկու եղբայր ժողովուրդների միջև շարունակական ամուր կապ է եւ կամուրջ, որը հաստատվել է գրողների, կոմպոզիտորների, արվեստագետների, գիտնականների, մշակույթի այլ գործիչների շնորհիվ։ Նրանց թարգմանած հարուստ գրականությունը, կրթական մշակութային ժառանգությունը կարևոր է երկու ժողովուրդներիս համար։ Կարելի է այս ամբիոնից անուն առանուն թվել այն հայորդիների անունները, որոնք ոչ միայն հայ, այլև ռուսական մշակույթում մեծ տեղ ունեն։ Արամ Խաչատուրյան, Առնո Բաբաջանյան, թատրոնի և կինոյի մեծ վարպետներ Արմեն Ջիգարխանյան և Մհեր Մկրտչյան, որը հպարտորեն պետք է նշեմ, որ ձեր քաղաքից է։ Հոկտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Շանթ հեռուստաընկերության 30-ամյակին նվիրված երաժշտական մեգաշոուն, որտեղ հանդես եկան այս տարիներին Շանթում իրականացված երաժշտական հայտնի նախագծերի մասնակիցները։ Հոբելյանական մեգաշոուի ավարտին հայտնի է դարձել հայ սուպերստար 6-ի հաղթողի անունը։ 13 տարի անց հայ սուպերստար 6 նախագծի հաղթող Արեգ Գալստյան։ Հաջողված բիզնես գործունեության ապացույցը ճանաչելի անունն է ու շուկայում կայուն գործունեությունը։ 2019 թվականից Երևանում գործող Լուիստա ընկերությունն արդեն ներկայացված է Գյումրիում։ Լուիստան համագործակցելով հանրաճանաչ բրենդների հետ առաջարկում է դիզայներական ու արտադրական տարածքների լուսավորության ապահովման համար անհրաժեշտ ամեն ինչ՝ ջահեր, լուսամփոփներ, վարդակներ և այլ պարագաներ։ Լուիստայի Գյումրիի խանութ սրահը գործում է Խրիմյան Հայրիկ 55 կոտորակ 3 հասցեում։ Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում հայուհու հրապարակին հարող տարածքում գտնվող խանութ սրահը իր դռները բացեց գյումրեցիներին հրավիրելով լույսերի աշխարհ, այս բառի ամենաուղիղ իմաստով։ Այստեղ ներկայացված բոլոր ապրանքատեսակները լույս են արձակում, ու այս ամենը դիզայներական ուրույն լուծումներով։ Լուիստա ընկերությունը հանրաճանաչ բրենդների հետ համագործակցության արդյունքում առաջարկում է ճաշակով ապրանք ոճային մոտեցումներով։
մենք հանդիսանում ենք Smart Buy եւ Umbrella ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 5 տարի զբաղվել ենք մեծածախ վաճառքով, արդեն 2 տարի է մասնագիտացված ենք մանրածախ վաճառքի մեջ, ինչու հենց Գյումրիում որոշեցինք բացել մեր հաջորդ մասնաճյուղը, թվով 4-րդ մասնաճյուղը, քանի որ Գյումրիից ունենք շատ հաճախորդներ եւ ուզում ենք առաջի հարմարությունը ստեղծենք նրա համար։ Երկրորդ հարմարությունը բոլոր նրանց համար, որոնք դեռ մեր հաճախորդները չեն, եւ ամենակարևոր փաստը բացում ենք նոր 2 աշխատատեղ Գյումրիում։ Դասականից մինչև մոդեռն ոճի ջահեր, լուսամփոփներ, լուսարձակներ եւ տան էլեկտրականության համակարգի հետ կապված ամեն մանրուք հնարավոր է ձեռք բերել Լուիս Տա խանութ սրահից, որտեղ ապրանքները երաշխավորված են, գնի եւ որակի համադրությունն էլ հոգուտ որակի է։ Ներկայացված ապրանքատեսակները տարիներ շարունակ հայտնի են Մոսկվայի եւ Երևանի սպառողներին։ Ուրախ ենք, որ մեր ապրանքատեսականին ներկայացված է արդեն Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիում։ Քաղաքի բնակիչներին հասանելի են լուսավորության ապահովման որակյալ պարագաներ խելամիտ գներով։ Իսկ այս ամենը հնարավոր է եղել մեր եւ Լուիս Տա ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում։ Արդեն 5 տարի է միասին աշխատում ենք եւ կարող եմ ասել, որ Լուիս Տան դինամիկ զարգացող ընկերություն է։ Ինչպես դիզայներական, այնպես էլ արտադրական տարածքների համար ունենք լուսավորություն։ Այստեղ արտադրական տարածքի համար շատ քիչ նմուշներ են ցուցադրված, բայց երկու բրենդը ինչ ենք համատեղել, որովհետև մի տեղ շատ հզոր են դիզայներական լույսերով, նորարարություններով, երկրորդ տեղը հզոր են արտադրական լուսավորությամբ։ Այդ երկու բրենդերը հնարավորություն են տալիս ոչ մի հաճախորդի չմերժել, չչասել։ Նույնիսկ ամենակմահաճ հաճախորդի համար մենք գտնենք իրանց ապրանքը։ Լուիս Տա ընկերությունը օգնական է նաև տան, բնակարանի եւ աշխատանքային տարածքների ինտերիերի ձևավորման գործում։ Համագործակցում են դիզայներական ընկերությունների, կառուցապատողների հետ։ Լուիս Տա խանութ սրահում պատրաստ են բավարարել ամենակմահաճ հաճախորդի պահանջները, ընդունում են նաև անհատական պատվերներ հաճախորդի նախասիրությամբ։ Գործընկեր կազմակերպության հետ համատեղ Լուիս Տայի մասնագետները կօգնեն նաև բնակարանն ու տունը խելացի դարձնելու հարցում։ Խոսքը հեռակառավարման համակարգով տան լուսավորության, ջեռուցման, օդափոխության ու անվտանգության ապահովման մասին է։ Լուիս Տայի մասնագետները տիրապետում են Զիգոյի համակարգի տեխնիկական դետալներին, կան մարդկանց պատմեն, ներկայացնեն մանրամասն, թե ինչով կարա դա իրենց օգտակար լինի, ինչ կարժենա, ինչ որ պրոյեկտ կազմեն տան համար բնականաբար ու վերջում այդ ամեն ինչը տեղադրվի, կարգավորվի այդ տան համար, որպեսզի մարդիկ կարողանան արդեն օգտագործեն։ Մարդիկ իրանց հեռախոսի մեջ ունենում են ամբողջ տունը կառավարելու հնարավորություն, եթե նույնիսկ տանը չեն, կան մինչև տուն գալը տունը տաքացնեն կամ սարացնեն, լույսերը կառավարեն, չգիտեմ, պարկելուց հետո միջանցքում վառ մնացած լույսը անջատեն, վարակույրները բացեն առավոտյան, երեկոյան փակեն, չգիտեմ, տենց 87 հատ հեռակառավարման վահանակի փոխարեն բազմոցին նստելուց մենակ մի հատ ունենան ու ամբողջ սարքերը դրանով կարան կառավարեն։ Լուսավորության համակարգերի տեղադրման հետ կապված ցանկացած նորամուծություն հասանելի կլինի գյումրեցի սպառողներին։ Լուիս Տա խանութ սրահներում գործում են նաև ճկուն զեղչեր։ Գյումրիի մասնաճյուղի բացման առիթով մինչև հոկտեմբերի 23-ը Լուիս Տան հրավիրում է լույս տանելու 20% զեղչված գներով։ Լուսինա Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 19-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչը Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։ Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Երկու գիշեր անընդմեջ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գեր լուսինը։ Այս մասին գրել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Լեալուսինը իր ուղեծրով կգտնվի երկրին ամենամոտ կետում եւ համապատասխանաբար երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Լեալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով ժամը 7:47-ին։ Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքի համար հոկտեմբերի 6-ի, 7-ի եւ հաջորդող հոկտեմբերի 7-ի եւ 8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար լուսնի լուսավորության եւ բավական ցածր անպամացության առումով։ Միայն Լոռու եւ Տավուշի մարզերում ամսի 6-ին անպամացությունը կարող է խանգարել վայելել այդ գեղեցկությունը, իսկ հոկտեմբերի 7-ին պայմաններն առավել բարենպաստ կլինեն գեր լուսինը դիտելու համար։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։